Աղջիկներս, բարի ուշ երեկո, թեպետ այնքան էլ ուշ չէ մեզ մոտ, բայց անկեղծ ասած երկմտում էի, արժե այսօր ինչ-որ բան նկարել, թե ոչ, բայց քանզի պես այդքան մեկնաբանություններ, որ դուք եք ինձ գրել, ինձ հետ ցավել, միգուցե ճիշտ է այսպես էր, որ ձեզ հետ ես էլ մի փոքր այսպես զրուցեի ու հետո բաց թողնա այս ամեն ինչը։ Արդեն երեկ ասացի ինչ է եղել, առավոտյան վեր կացանք դե այն մտքով, որ հիվանդանոցից կզանգահարեն ու կասեն խեղճ կենդանու մոտ ինչ խնդիր է կամ միգուցե ոչ մի խնդիր չկա, ուղղակի ինչ-որ բորբոքային մաս ունի կամ սառել է, մրսել է, հա, դրա հետևանքն է։ Ես զանգահարեցի ճանապարհին, Էրիկն այսօր պետք է էքսկուրսիայի գնար, մի փոքր ուշ գնացի աշխատանքի, հետևաբար Արտուրն ինձ տարավ, որովհետև ուզում էի տեսնել երեխան բարձրանում է ավտոբուս, ամեն բան նորմալ է, հետո գնայի։ Այդտեղ Արտուրին հարցնում եմ, Արտուր, չեն զանգել կլինիկայից, բա թե չէ։ Մինչև ժամը 10:30 այսպես թաքուն փորձեցի զանգահարել աշխատանքից վայրից, էլի ոչ չէր պատասխանում զանգերը գնում էին, իբրև զբաղված է կլինիկան։ Դե ես էլ մտածում եմ առավոտ շուտ է, միգուցե այդպես է, զբաղված է եւ այլն ու անցնում է 1 ժամ, մեկ էլ Արտուրն է զանգում։ 1 ժամ էլ չէ, մի փոքր ավելի քիչ, թե բա զանգել են կլինիկայից ու խնդրել են, որպեսզի գնամ խեղճ կենդանուն տեսնելու, որովհետև ցավոք սրտի հաստատվել է, որ անբուժելի է իր մոտ ամեն բան, արդեն ու իմաստ չունի կենդանուն տանջել, տեղից տանջվում է։ Ու կանչել են, որպեսզի տեսներ վերջին անգամ, ստորագրություն դներ, եթե համաձայն է հատուկ դեղորայքի միջոցով խեղճ Լեոյին քննեցնել։ Համաձայնվել էր, որովհետև այլ տարբերակ չկար, որովհետև բացատրել են, որ ներքին օրգանները, աղիները, երիկամներն ամբողջությամբ արդեն քայքայված է, երիկամների չափերով մեծացել է ու հեղուկ է հավաքվում, արդեն ոչինչ անել չեն կարող, բացի դրանից էլ անգամ երիկամների մեջ է առաջացել ուռուցքը։ Ինչևէ, ես լաց եղա այդ պահին, այսպես ոնց որ սառը ջուր է լցնեին վրաս, որովհետև ինչ-որ բան զգում եմ, բայց ինձ ուզում է այսպես ներշնչել, որ կանցնի, ինչ-որ մրսածություն է, կենդանի է, երևի ինչ-որ սխալմամբ ինչ-որ բան է կերել, հա, բայց այն որ հոգուս խորքում այդ վատ նորությանը սպասում էի։ Ու Արտուրին ասացի կլինի, ես էլ գամ, խնդրեմ աշխատանքից դուրս կգամ, կլինի բացակա, թե ինչ արդեն կարևոր չէ, ասաց չէ, ես մենակս կգնամ, մինչև գամ քո ետևից, մինչև սա, մինչև նա, ուշ կլինի, ավելավ է ես գնամ։ Մտածեցի երևի բարին էլ այդպես է, թող գնա, մեկ էլ անցավ 15 րոպե զանգեց ու ասաց, որ չի ասցրել գնալ։ Կլինիկայի զանգել ու ասել են, որ խոսքով երբ որ իրեն ձեռք բերեցինք, պատմությունը մի փոքր դժվար է, որովհետև մեր ծանոթներից մեկը գրառում էր արել, որ այսպիսի նորածին ձագուկ կա, որ մենակ է, երերը բաց են թողել ու կարծեմ մոր պատմությունն էլ, եթե ինչքանով ճիշտ եմ հասկացել, մայր կատվին էլ լավ չեն վերաբերվել տերերը,
Ու սկզբանե մեր այդ ձագուկը 1 ամսականից էլ քիչ էր, որ մեր տուն եկավ, Վիկտորիաս 10 ամսական էր։ Իրան չէր թողնում, որ մենք սիրեինք, գրկեինք, ոնց են փիսիկները գայս են այսպես նստում են գրկիդ, որ դու շոյի ես, այդ չէր սիրում։ Վիկաս եկավ ընդհատվեց, ինչ է ուզում ասել, որ մայրիկներ որպես այդպեսին իրեն լավ չեն վերաբերվել ու մեր փիսիկի մոտ այսպես ագրեսիա է նկատվում, որ չէր թողնում ոչ ոքիս մոտ գնայինք, սիրեինք, այսպես ինքնապաշտպանողական բնազն էր առաջանում ու առաջին իսկ պահից փորձում էր ճանկռել։ Խեղճ Վիկտորիաս հիշում եմ փոքր երեխա 1 տարեկան ամբողջ ձեռքերը ճանգռաձերով տեսնում ասում էր ախր ինչու եք պահում, ինչներիդ է պետք, մանավանդ եթե այդպիսի բնավորության կենդանի է։ Ու ինքը այդպես էլ մնաց։ Միակ բանը, որ սիրում է, երբևիցե ինձ ոչինչ չի արել, ոչինչ, 1 անգամ այսպես չի դիպչել ու Արտուրին սիրում էր շատ 1 այլ տեսակի սիրով, որ թողներ կնստեր գիրկը, թողնում էր, որ շոյեր, խաղար, բայց մնացածից չէ, բայց ինձ երբևիցե չէր ճանկռում։ Ու բանն այն է, որ նախքան կլինիկա տեղափոխելը, երբ որ զգացի վատ է, ասացի չեմ վախենալու, պետք է դիպչեմ, հասկանամ ինչ կանի, այնքան սենց ցավոտ աչքերով նայեց հայացքիդ ու ես այդտեղից հասկացա, որ չէ։ Մի տեսակ խեղճ կենդանին էլ էր զգում ու կարծես ինքն էլ էր քեզ հրաժեշտ տալիս։ Անկեղծ լինեմ, դժվար է ու հիմա ավելի շատ դժվար է, երբ որ երեխաներից ամեն մեկը յուրովի, Վիկտորիան այսպես ինքն է ինքնին հետ ասում մամ, ես մի տեսակ ավելի շատ այս ժպտալով եմ տանում այդ ամեն ինչը ու չի հարցնում ու ավելի իմ կարծիքով վատ է, քան թե այդ էմոցիոնալ ֆոնը դուրս ես բերում։ Այ Կրիստինայի հետ շատ ջուրագրգիռ երեխա է, անընդհատ լաց եղավ, այդ պահին անգլերենի էր գնում, նորից լաց եղավ։ Այնտեղ դասատուին էր ասել, դուրս եկանք այգում, տեսնամ առանձնացել լաց է լինում, հիմա նոր խնդրեցի Արտուրի երեխաների Երիկուի ու իր հետ դուրս եկավ, անընդհատ հարցնում էր, մամա, բա հիմա որտեղ է, ես էլ ասում եմ Կրիստինա ջան մի անհանգստացիր, վերևից քեզ տեսնում է, հիմա ինքը ավելի հանգիստ է, իր մամայի մոտ է, այդպես երեխային փորձում եմ ու ասում է Աստված պապիկի մոտ է, ասում եմ հա, ասում է դե որ այնտեղ է, ուրեմն ավելի հանգիստ է, չէ, ասում եմ հա, ասում եմ մամա կգա այդպիսի օր, որ կտեսնենք, ասում եմ կգա Կրիստինա, բայց դու դեռ շատ ժամանակ ունես։ Հիմա միգուցե լսողներն ասեն, կենդանի է, սիրելին ես հավատացեք, դա ինչ կապ ունի, կենդանի է, շունչ, շնչավոր առարկա, դա չէ, շունչ է, որն ուներ հոգի, սիրտ, շնչավոր էր, հասկանում եք, դա կապ չունի, որ խոսել չգիտեր։ Իմ տան անդամի պես էր, այնքան էր եղել, որ իմ հարազատներն ասել են 3 երեխա ունես, այդ երեխեքի մեջ կատվի հետ խաղ մի արա, վտանգավոր է, հա, ու եղել է պահեր, որ ես ինքս էլ ասել եմ միգուցե եւ կան շատ բաներ, որ հա դրա հետևանքով է, միգուցե ալերգիկ ֆոն եւ այլն, բայց որ մտքումս ասում էի սիրտդ կտանի, որպիսի հանձնես, դենես։ Չգիտեմ, աղջիկներս, այսօրվա վլոգը դժվար շարունակեմ ինչ-որ բան տեղադրել։ Ու այսպես չի էլ կարող շրջանցել, որովհետև գիտեմ, որ տարօրինակ կլիներ, որ տեսնեիք, որ վլոգը սկսել է, ես այսպես սովորականի պես, ճիշտ է, կյանքը շարունակվում է, բայց համենայն դեպս հավատացեք, այս տարի լինում էր 11 տարի ամռանը, որ խեղճ կենդանին մեզ հետ էր, ուրախ եմ, որ մի կենդանի էլ դրսում չի հայտնվել, որովհետև եթե մենք չվերցնենք, վստահ եմ, որ դրսում էր հայտնվելու կամ հատուկ կենտրոնում կենդանիների, միշտ այսպես կատակով ասում էի, միշտ ասում էի վերջերս
Եթե Աստված ինձ երկրորդ կյանք տա ու հնարավորություն հարցնի, թե ինչ եմ ուզում, ասել եմ մեր կատվի նման կատու, որ ուղղակի այսպես ուտի, խմի, պարկի, իր ցանկացածն անի, որտեղ ուզի նստի, որտեղ ուզի պարկի, հիմա կատակ եմ, ամ դա նկատի ունեմ, որ իրեն լավ ենք պահել, ցավոք սրտի, որտեղ կա կյանք, այնտեղ էլ կա մահ։ Մամաս ինչ-որ բան զգում էր երեկ, որովհետև անդադ ասում էր տեղ եմ անգալիս ու չգիտեմ դա ինչքանով է ճիշտ, ես դա չեմ կարող ասել, բայց մամաս ասում էր եթե կատուները մահանում են, ապա տեղ են անգալիս, որպեսզի տանից գնան, որովհետև իրանք չեն կարող տիրոջ մոտ մահանալ։ Ու սիրելիներս, խոսքով մամաս ասում է, ես նկատում եմ, որ ինքը տեղ էր ման գալիս ու իսկապես արդեն առավոտից ինքը տեղ է։ Սկզբում եկավ իմ անկողին առավոտ շուտ զարմացել է, ասում եմ ինչ է եղել։ Դրա նախորդ գիշերը անընդհատ այսպես տարօրինակ լաց է լինում, լավում էր, կադրերում է կտեսնեք, անգամ չկարողացա էլ մոնտաժ անել, ասացի եթե մոնտաժը կտրեմ այդ հատվածները կնշանակի, որ ավելավ այդ վերջի այդ խոսելը չտեղադրեմ վլոգի։ Միակ տարօրինակ բանը, որ դա եղել, որ այդ օրը շատ անհանգիստ էր, առավոտյան դե բնականաբար արդեն ոչինչ չցանկացավ ուտել, անգամ խեղճ Կրիստինան, պապա գնանք իր համար նոր տունիկ գնենք, նոր ինչ-որ խաղալիք, հա, եւ այլն։ Գնեցինք այդ տունիկի մեջ մի փոքր պարկեց, հետո տեղը չգտավ, դուրս եկավ, գնաց ինչ-որ տեղ թաքստոց գտավ, այդտեղ պահկվեց։ Կերը դրեցի իր մոտ, այսպես հոտոտեց ու գլուխը պտտեց, հասկացա, որ մի խոսքով դա էլ մեր նորությունն էր, սիրելիներս, դժվար ծանր նորություն, բայց կա այն ինչ որ կա։ Մեր ձեռքում ոչինչ փոխել չեն կարող արդեն։ Ուղղակի հանգիստ եմ, որ մի կենդանի էլ անտուն չի եղել, Կրիստինայիս ասած, մենք իրեն լավ նայել ենք, խնամել ենք, այն պարագայում, որ ինք անգամ այդպես թույլ էլ չի տվել, բայց շատ լավ կատու էր, շատ ու շատ իր, եթե հանկարծ մուտքի մոտ ինչ-որ մեկը մոտենար դռանը, ապա վազելով գնում կանգնում էր դռանը, Արտուրի ձայնը լսեր, պատշգամբից այնքան էր մլավում, մինչև որ Արտուրը տուն գար, կամ մենք տանից դուրս գանք, ինքը մնար մենակ դուրս էր գալիս մլավում էր։ Մաման ասում է մի անգամ տուն եմ գալիս ու ինձ լավ չեմ զգում, այդ բան չգիտեմ ինչ անեմ, խառնվել է, գալարվում է ոտքիս առաջ, այնպեսի տպավորություն է, որ հասկանում է, որ ես լավ չեմ ու ինչ-որ բանով ուզում էր ինձ օգնած լինել, ասում է հեռու չգնաց ինձանից, մինչև մի փոքր սկսեցի ինձ լավ զգալ։ Խոսքով դա էլ էսպես։ Այսօրվա հոլովակ էսպիսին կլինի, այսօր մի փոքր կհանգստանամ, ուժերս կվերականգնեմ, հետո արդեն նորից իմ հունով կվերադառնամ ձեզ մոտ, հուսամ տարօրինակ չի թվա այս ամենը ձեզ, եթե ես անում եմ իմ օրվա վլոգը, բնականաբար այս պահին էսպիսին եմ ու հա ցանկանում եմ ձեզ հետ կիսվել, որովհետև դուք շատ տեղերում ինձ շատ ուժ եք տալիս ու կարևոր չի, օրինակ իմ մամաս երբ որ տեսնի կասի դե լավ դա ինչու ես տեղադրել, հա, բայց հա չեմ ուզում ոչինչ այսպես կեղծավորության վարագույրի արանքում լինի, որ միայն ձեզ ցույց տամ, որ ամեն բան լավ է, թեկուզ այն բանից, որ կան մարդիկ, որ ինձ բնականաբար չեն սիրում, միգուցե այս ամենի վրա կուրախանան կամ հեգնանքով կնայեն, ինձ համար միևնույն է հավատացեք, որովհետև ոչ ոքի չես կարող գոհացնել, ինչքան էլ
թեկուզ փորձես լավն անել, միշտ քո այդ լավի մեջ վատը կտեսնեն։ Դրա համար ինձ միևնույն է, ով ինչ կմտածի սա տեսնելով, թե բա տեսեք այսպիսի բանի համար մի մեծ պատմություն է սարքել, որովհետև իսկապես դա մեզ համար մեծ պատմություն էր, անգամ Արտուրը, որ տղամարդ ասում է չհասցրեցի գնայի տեսնել։ Ասում այդ բան ինչ-որ բան էի նախաճաշում մեքենայի մեջ ու մտածում եմ գնամ շուտ հասնեմ, սուրճն ու ուտելիքը կիսատ մնաց բերանումս էլ ախորժակս էլ ու զգացվում է, որ ինքն էլ էսպես ուղղակի անտրամադիր փորձում է իրեն այնպես պահել, որ դե ոչինչ, այդպես պետք է լիներ։ Մի խոսքով սիրն է, այս վերջ։ Այսօր էլ այսքանը, հետո կհանդիպենք հաջորդ վլոգում, ցտեսություն։